Ողջույն բոլորին, մենք այսօր ամփոփել ենք 2025 թվականը։ Մեզ դիմել են մի շարք խնդիրներով, պարանոցային, կրծքային եւ գորգասրբամային հատվածի խնդիրներով։ Եվ ամփոփելով տարին մենք օգնել ենք հարյուրավոր մարդկանց վերականգնել իրենց առողջությունը ոչ վիրահատական միջամտությամբ։ Մանրամասների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Բարև ձեզ, ես Ալվա Դանիելյանն եմ, 75 տարեկան։ Ես եկել եմ Արտուր Մարդոյանի մոտ, ուղղորդել են ինձ այստեղ, որովհետև ծունկս ահա որ ցավում էր։ Բոլոր բժիշկների մոտ գնացի, բոլորը ասեցին միայն վիրահատել։ Ես իհարկե երբեք չէի համաձայնվի, որովհետև արդեն դրա դառը օրինակը ունեի, թերիս պատճառով։ Ինձ ընկերուհիս ուղղորդեց բժիշկ Արտուր Մարդոյանի մոտ։ Երբ որ ես եկա, շատ լավ հիշում եմ, օգոստոսի 15-ն էր, երբ որ ես եկա, առաջին իսկ վայրկյանից, երբ որ ինքը ինձ բացատրեց իմ պրոբլեմը, ես մի տեսակ հավատքս լրիվ, որ ես պետքա վերականգնեմ իմ ոտքի քայլվածքը եւ այլը, ես հավատացի Արտուր Մարդոյանին։ Պետք է հավատալ, եթե չհավատաս, ոչինչ չի ստացվի։ Իսկ ինքը այնպես է քեզ բացատրում քո պրոբլեմը, որ դու ուզած հավատում ես։ Այդպես էլ եղավ, շատ շնորհակալ եմ Արտուր Մարդոյանից։ Բարև ձեզ, ես Վարդան Այվազյանն եմ, քանի որ ունեցել եմ կտրուկ բոյի աճ, մկաններս անհավասար են աճել, ինչի պատճառով ունեցել եմ մկանային ցավեր, մոտ 3 տարի տարբեր բժիշկների մոտ եմ գնացել, տարբեր բուժումներ եմ ստացել, որոնք որ ոչ մի արդյունքի ինձ չեն բերել, բայց փառք Աստծո եկա Արտուր Մարդոյանի մոտ, ինքը ինձ բացատրեց իմ խնդիրը, բացատրեց ինչից են այդ ցավերը սկսվել ու ես անցա մարզումների։ Արտուր Մարդոյանը կարողացել է ինձ ոտքի կանգնացնել, ինչպես տեսնում եք, հիմա ես ուղիղ կանգնած եմ, ոչ մի ցավեր չունեմ, ինձ զգում եմ շատ լավ, հանգիստ մեքենա եմ վարում, գործի եմ գնում։ Շնորհակալություն Արտուր Մարդոյանին, որ ինձ ոտքի է հանել։ 1.5 ամիս առաջ սկսվեցին իմ մոտ գոտկատեղի սուր ցավեր, նույնիսկ այնպիսի ցավեր, որ գոտկատեղից հատվածով մինչև ոտքի ներքևի հատվածը ցավում էր ու չէի կարողանում նորմալ քայլել, նույնիսկ նստելը պառկելն էր խնդիր։ Գնացել եմ բժշկի մոտ ամիսուկես առաջ, բժիշկները խորհուրդ են տվել sense միաբերան շտապ վիրահատություն, արդեն պատրաստվում էի գնալ վիրահատության, բայց հարազատներս ծանոթ մարդկանցից լսեցի բժիշկ Մարդոյանի մասին, խորհուրդ տվեցին, որ մի անգամ գոնե կոնսուլտացիայի կամ բժշկի մոտ։ Եկա բժշկի մոտ, շատ սիրալիր ձևով բացատրեց ինձ իմ խնդրի մասին, բացատրեց մանրակրկիտ, բժշկական կրթություն չունենալով ամբողջությամբ սկսեցի հասկանալ, թե իմ մոտ ինչ խնդիր է։ Խորհուրդ տվեց, որ գամ մարզումների մոտ 1.5 ամիս հաճախում եմ մարզումների, ցավերը գրեթե ամբողջությամբ վերացել են, մնացել է շատ աննշան ձգումներ, որն էլ ժամանակատար պրոցես է, հարկավոր է գոնե 2-ից 3 ամիս ըստ բժշկի իմ դեպքում, որոշ դեպքերում հնարավոր է նույնիսկ ավելի երկար, որպեսզի ամբողջությամբ վերականգնվենք։ Բայց այս փուլում ես ինձ արդեն կարելի ասել լիարժեք լավ եմ զգում, շարժումներիս մեջ սահմանափակումներ չկան, հեշտությամբ քայլում եմ, նստել, պառկել այլևս խնդիր չէ։ Կարծում եմ, որ շատերը ունեն իմ խնդիրը ու մեծամասնությանը բժիշկները միանգամից ուղղորդում են վիրահատության, խորհուրդ կտամ, որ հապճեպ որոշում չկայացնեն, չվիրահատվեն, կամ բժիշկ Մարդոյանի մոտ զրուցեն, նոր դրանից հետո կայացնեն իրենց որոշումը, իմ կարծիքով ավելի ճիշտ է մարզումների միջոցով հոգ տանել սեփական առողջության մասին, քան թե միանգամից գնալ վիրահատության։ Ես շատ գոհ եմ արդյունքից։